Շնորհակալություն, ես իհարկե պետք է այս ելույթի շրջանակներում անդրադառնամ երկու ելույթ ունեցողների բանդագուշակություններին, հետո իհարկե խմբակցության անունից գուցե կխոսեմ արդեն օրակարգի ընդհանուր թեմաների վերաբերյալ, եւ քանի որ հենց նոր այստեղ խոսում էր Արմենուհի Գյուրեղյանը եւ խոսում էր հատկապես բռնապետությունից, Տիկին Գյուրեղյան, եթե Հայաստանում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձված կլինեիք եւ դուք չէիք կարող այս ամբիոնից գալ եւ այդպիսի բաներ խոսել։ Դա ուղղակի աքսիոմատիկ ճշմարտություն է։ Որևէ երկրում, որտեղ կա բռնապետություն, որևէ մեկը չի կարող գալ եւ երկրի ղեկավարի նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել այն ամեն ինչը, ինչ որ դուք նոր այստեղից արեցիք։ Դա մեկ։ Երկրորդը, որ բան եք անում, ծաղրում եք էլի խաչակրած արշավանք եք իրականացնում, կրթվել է նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եղեք։ Դուք Ժիգուլի եք եւ մնալու եք Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ես իրեն անձնապես չեմ վիրավորում, ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում, պարոն, բա չէիք լսում պարոն Մինասյան, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը։ Չէիք լսում Գյուրեղյանի ելույթը միջև հիմա։ Չէիք լսում։ Չէ, բա չէիք լսում։ Բա չէիք լսում Գյուրեղյանին, պահանջեիք պարոն Արշակյանից, որ Տիկին Գյուրեղյանին բան անի, ասի մի վիրավորեք։ Վախի չասեցիք։ Ոնց ասի, ինչ ասեք։ Բա գնա լսի։ Լավ էլի պարոն Մինասյան, խնդրում եմ էլի եկեք կգաք ելույթ կունենաք կարտահայտվեք։ Պարոն Մինասյան, տեղից հիմա ես էլի եմ ասում, ձեզ չի սպառնում ոչ կրթությունը, ոչ նորաձևությունը, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, դրա նկարագրությունը տվել եմ։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, տեղով, Դանին-Կրյուգերի էֆեկտն եք, էդ էլ եմ տվել։ Դուք մարդ եք, ով որ այսօր Երևանի չէ, Հայաստանի համալսարաններից մեկում դասա տալիս, բայց էլի չեմ դադարի հնչեցնել, երբ որ ասում էր բանը, Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց։ Դա ո՞նց կարելի է բնագետը, բնագիտության վերաբերյալ դասավանդող մարդը, ո՞նց կարա տենց բան ասի, ժողովուրդ հասկա, ցնդաբանությունը, եկել աստե կրթությունից է խոսում մարդը։ Եկել է կրթությունից է խոսում, ինչ որ տերմիններ է բանանում, այստեղ ճամարտակում եւ այլն։ Կամ ասենք, բանը ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ եւ այդպես թիրախավորել վարչապետի կնոջը։ Հատկապես այդքան իջնելով, այդքան էժանանալով։ Ես ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել, բացի նրանից, որ դուք ուղղակի դժբախտ մարդ եք։ Միայն դժբախտ մարդը սեփական կյանքում դժբախտ մարդը կարող է այնքան իջնել, որ գա այստեղ եւ վարչապետի տիկնոջ մասին խոսելիս այդքան իջնել։ Եկեք քաղաքական խոսք ասեք, փորձեք ձգտեք քաղաքական խոսք ասել, ձեր քաղաքական խոսքին կարելի է գալ անդրադառնալ, բայց այդ աստիճան պետք չի ընկնել։ Ասում եք իշխանությունը պահելու մոլուցքի մասին միայն կարող եք հպն մտածել։ Մենք իշխանությունը պահելու մոլուցք չենք ունեցել, դրա համար դուք այդտեղ նստած եք հիմա։ Հենց հիմա դրա նստած եք, որովհետև վարչապետը հրաժարական է տվել 2021 թվականին, Իմ քայլը խմբակցության падգամավորները վայր են դրել իրենց մանդատները, որպեսզի լինի խորհրդարանական ընտրություններ, որ դուք էլ մանդատները վերցրեք, գաք ստեղ բան անեք, հանգրվանեք այդ աթոռների վրա։ Ու հիմնականում էլ զբաղվեք պարազիտությամբ, որովհետև որ նայում ենք ձեր քաղաքական գործունեությունը, դուք հիմնականում պարազիտանում եք այս ժողովրդի եւ այս պետության հարկատուների վրա։ Հիմա եկել եք, չգիտեմ ինչեր եք խոսում։ Կրթությունից եք խոսում, ծաղրում եք կրթություն։ Բա իհարկե դուք պետք է ծաղրեք կրթությունը, որովհետև դա ձեր բանին դեմ է։ Ձեր կոդին դեմ է, ձեր ասում եք մեր քաղաքակրթական կոդը, բայց ձեր քաղաքակրթական կոդին դեմ է, ո՞նց պիտի դուք դրա մասին առանց ծաղրելու խոսեք։ Կամ այն մյուսը բանը խոսում է իմ կնոջ աշխատավարձի մասին թվերն է հրապարակում, որը իդեպ հրապարակային է, որովհետև իմ կինը հանդիսանալով պաշտոնյայի կին հայտարարատու անձ է, այդ հայտարարագրի մեջ իմ կնոջ աշխատավարձը նշված է։ Եվ հետո հայտնագործություն է անում։ Ասում է, արդյոք սրա մեջ չկա կոռուպցիոն հանցագործություն։ Ինչպիսի հայտը լեռը մուկ ծնեց։ Բա պարզը բա ձեր համար պետք է աշխատավարձ ստացող մարդը ձեր համար տարօրինակ պիտի լինի։ Բա աշխատավարձ ստանալն է ձեր համար տարօրինակ, ոչ թե հակառակը։ Բա դու գնացել նստել ես հələ շուրջ բոլորդ նայի, դու մեկը կողքի ապօրինի գույքի բռնագազման օրենքով շուրջ բոլորդ նստած մարդիկ անցնում են։ Մի կողմ նայես մեկը մանկապարտեզ է սեփականաշնորհել, այն մյուս կողմ նայես մեկը բանա հերը բանա հողերա սեփականաշնորհել մամուլում տեղ գտած բանով գերեզմանների տարածքա սեփականաշնորհել։ Այն մյուս կողմ նայես բաներ են արել, ամենա ինչ կա չկա բան են արել, մսխել են պետության, բա քո համար պարզ է, բա աշխատավարձ ստացող նորմալ օրինապահ քաղաքացին պետքա պրոբլեմ լինի։
Բա ինչի մասին է խոսքը։ Եկել այստեղ բան է անում։ Տոհմիկ կաշառակերների շուրջ բանով շրջապատված մեկը եկել է խոսում է բանից, կոռուպցիոն ռիսկի մասից, մարդկանց մասին, ովքեր որ ուրեմն իրենց օրինական աշխատավարձով ապրում են։ Կամ այդ որ Թագուհի Թովմասյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն դուք եւ նաեւ կարծեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում էլ դա հրապարակված է։ 3 հատ տուն ունեք Երևանում։ Դուք որպես լրագրող ո՞նց եք Երևան քաղաքում 3 հատ տուն բանարել, ձեռք բերել։ Հա՞։ Մատ կգաք մի օր այդպես բան ունեք, ելույթ ունենաք եւ հարցեր տակ նաեւ համապատասխան կառույցների ղեկավարներին դրա մասին։ Դուք 2018 թվականից ոնց որ թե падգամավոր եք եւ չէիք հասցնի 3 հատ տուն առնել ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների։ Դուք լրագրող եք աշխատել այն ժամանակ, երբ որ լրագրության եւ քաղաքական ոլորտում հորի բարքեր էին տիրում։ Բայց այդ հորի բարքերի ժամանակ ձեր հատկապես որ լրագրողական ծառայության համար են ինչ վարձատրություն են տվել, որ դուք ըստ մամուլի 3 հատ տուն ունեք Երևան քաղաքում։ Մենք դուք ձեզ նայեք ձեր ապրած կյանքը նայեք, ես իմ գործընկերոջ հետ ազգային ժողովի սրճարանում նստած ենք, ընդմիջման ժամ էր կամ աշխատանքային օրվա ընթացքում էր մի խոսքով եւ գրել է Հայկ Կոնջորյանը թզբեհ է քաշում սրճարանում նստած, համրիչ հայերենով։ Եվ տեսեք ինչ որ բան, սկանդալային լուր է դա դարձել Հայաստանի մեդիա դաշտում։ Ինչ։ Համրիչը ինձ մեկ-մեկ օգնում է, որպեսզի ես կենտրոնանամ, հա, քաշում եմ համրիչը, որ հետո գամ եւ քաշեմ քո շեֆերի սանձերը։ Եվ անընդհատ քաշելու եմ շեֆերի սանձերը։ Ու ամեն անգամ այդ սանձերը քաշելուց հետո գալու եք եւ այդտեղ ճամարտակեք տարատեսակ բաների համար, որովհետեւ հասկանալի է, որ ձեր շեֆերը ամեն ելույթից իմ եւ իմ գործընկերների այսահարվում են։ Կսիրերես բառը պարոն Մինասյանը։ Դիվահարվել է, այսահարվել է, տարբեր հոմանիշներ կարելի է օգտագործել։ Այնպես որ Տիկին Գյուղեղանին, Տիկին Թովմասյանին եւ բոլոր նրանց, ովքեր որ գալու են այս ամբիոնից դատարկաբանություններ հնչեցնել, ես ուղղակի խորհուրդ եմ տալի, հարգելի գործընկերներ, մի քիչ մտածել, աշխատել ձեր վրա, հաղթահարել ձեր սեփական տգիտությունը եւ դադարել լինել ի սկզբանե կատարյալ Ժիգուլի։ Շնորհակալություն։ Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցությանը, որ այս քննարկումների առիթը ու առհասարակ այս ֆորմատը ստեղծել է, որ ազգային ժողովի առաջ հաշվետու են քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Սա շատ կարևոր բան է, եթե անկեղծ լիներ մեր ընդդիմությունը, առնվազն կարձանագրեր, որ քաղաքական մեծամասնությունը թափանցիկության առումով ու հաշվետվողականության առումով մի քայլ առաջ է արել։ Պարոն Խաչատրյան, ես հարց չեմ տվել, բայց հա, շատ լավ։ Ամեն դեպքում, օրինակ, դուք էլ կարայիք նման բան անեիք, չնայած չէ, բոլորս էլ գիտենք, որ դուք ձեր իշխանության ժամանակ չէիք կարա նման բան անեիք, որովհետև ես պատկերացնում եմ, թե ինչ տեղի կունենա, օրինակ, եթե ձեր իշխանության ժամանակ քննչական կոմիտեի նախագահը անկախ իր անձից էլի գար այստեղ այս ամբիոնի մոտ կանգներ, ինչ հարցեր կտրվեին ու ինչ խայտառակ տեսարաններ մենք կունենայինք որպես այդպիսին։ Ինչևէ, երբ որ փոխվում էր խորհրդարանական ու նոր սահմանադրություններ գրվում, այդտեղ առհասարակ նոր օրենքներում կարող եք փոփոխություններ անել միջև բուն խորհրդարանականի անցումը, բայց չէ կարել բոլորիս հասկանալի պատճառներով։ Ինչևէ, պարոն Խաչատրյան, ասեք Պողոս Պողոսյանի սպանությունը խի չեք բացահայտում։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել ինչա տեղի ունեցել Պողոս Պողոսյանի սպանության դեպքով։ Պողոս Պողոսյանը ըստ հրապարակումների ըստ ամեն ինչի սրճարանում տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ասել է «Պրիվետ Ռոբ», դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան եւ սկսել են ծեծել Պողոս Պողոսյանին։ Պողոս Պողոսյանը մահացել է։ Ըստ դատաբժշկական փորձաքննության մահացել է սրտի կանգից։ Այսինքն մարդուն տարել են զուգարան, սկսել են ծեծել ձեր կուսակցական ընկերոջը Պողոս Պողոսյանին, Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները, ձեր առաջնորդի թիկնապահները։ Մարդը մահացել է ու դատաբժշկական փորձաքննությունները, որ մարդը մահացել է ոչ թե ծեծից, այլ սրտի կանգից։ Ուղղակի զարմանալի զուգադիպությամբ իր ծեծվելու ընթացքում սիրտը կանգնել է։ Ոնց որ ծեծողները այդքան է մեղավոր չեն, էլի սիրտն է կանգնել։ Պետք է պալյուբոմորներ ուղղակի համընկավ այդ պահին իրան ծեծում էին զուգարանում։ Հիմա ասում եք խիչեք բացահայտ, ուզում եմ հասկանալ ինչը պետք է բացահայտեն այսքան տարի հետո։ Ոնց պետք է դա բացահայտեն։
Գործը ոնց ուզում եք վերաբացեք, պարոն Խաչատրյան, կա օբյեկտիվ իրականություն, ակնհայտ է, որ նոր դատաբժշկական փորձաքննություն կատարելը ֆիզիկապես անհնար է ուղղակի։ Ու գրեթե անհնար է այդ գործը նորմալ բացահայտելը։ Միջև եթե իհարկե այդ ծեծողներից մեկը չասի, հա, այնքան գլուխը տվեցին գետնին, որ մահացավ։ Շատ դժվար է։ Հաջորդը, ասում եք, բա անմեղության կանխավարկածը հարգենք։ Էդ ում անմեղության կանխավարկածը հարգենք։ Ռոբերտ Քոչյանը, որ համաձայնել է իր գործը ոչ արդարացնող հիմքով կարճել։ Էդ ինչ անմեղության կանխավարկած կա տեղ։ Այդտեղ անմեղության կանխավարկած կներեք, բայց չկա։ Չի կարա տեղ անմեղության կանխավարկածը լինի։ Այդտեղ հենց դա ավելի շատ մեղավորության կանխավարկած է, պարոն Խաչատրյան։ Ոնց չկա։ Դա մեղավորության կանխավարկած է, եթե մարդը համաձայնում է իր մասնակցությամբ գործը ոչ արդարացնող հիմքով կարճել։ Կներեք, հազար ներողություն։ Ասում եք կոռուպցիա ենք բացահայտում, էս ենք անում, կոռուպցիայից ենք խոսում։ Անհասցեական են ձեր մեղադրանքները։ Ի՞նչն է անհասցեական։ Ի՞նչն է անհասցեական։ Դրանից ավելի հասցեական չի լինի։ Այդ ապօրինի գույքերը, այդ կոռուպցիայի դրսևորումները մեր քաղաքացիները մենք էլ իրանց հետ ներառյալ, ասած անգիր գիտենք, ասած ուրվագծով կարան շենքի նախագծով կարան ասեն որ տունը ումն է։ Իհարկե կարաք մեզ մեղադրեք, ասեք, բախի չէիք բանանում, բայց 7 տարի չի կլնում, ինչի դեպ շատ արդարացի պնդում է, բայց ամենօրյա ռեժիմով այդ գործերը արդեն կա։ Ու դա արդեն անշրջելի է։ Ամենօրյա ռեժիմով հակակոռուպցիոն դատարանը վճիռներ է կայացնում ապօրինի գույքի բռնականացման։ Ամենօրյա ռեժիմով։ Ու սա այլևս անդառնալի է ձեր համար։ Քանի որ ձեր վերջին փորձը ապօրինի գույքը պահելու, ձեր վերջին մարտը հանուն ապօրինի գույքի սահմանադրական դատարանում դուք ուղղակի տանուլ տվեցիք։ Դա կարելի է ասել ձեր Վաթերլոն էր։ Հարգելի գործընկերներ, ես վստահեցնում եմ ձեզ, որ ու այդ Վաթերլոյի հետևանքները դուք դեռ շատ երկար եք բան անելու, քաշելու, որովհետև սա անշրջելի process է։ Ինչով է կարևոր ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որտեղ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հնարավորություն է տալիս հետագա բոլոր իշխանություններին։ Բոլոր, հետո մեզնից հետո բնական ուրիշ իշխանություն ալնեն։ Թող կան, ասեն Ալեքսանյան Վահագն։ Ինչ ունես դու։ Տենան, ինչ կա ապօրինի, ինչը չի համապատասխանում իմ օրինական եկամուտներին, ասեն դե դուրս տեղ, դուր պետությանը, հարգելի Ալեքսանյան Վահագն։ Ու ես դրանից ընդհանրապես չեմ քաշում, որտեղ ես ոչ կոռուպցիայի մեջ եմ թաթախված, ոչ հովանավորչության մեջ եմ թաթախված, ոչ ապօրինի եկամուտներ ունեմ, ոչ էլ ապօրինի գույք ունեմ։ Ընդհանրապես մտքովս չի անցնում այս օրենքի դեմ պայքարել, բայց ձեր մտքով անցել է։ Մտքով անցնելը ո՞րն է։ Ամբողջ խմբակցությունով դուք, Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունը, չգիտեմ, ով է ձեր մոտ ամենաակտիվ կոռուպցիայից խոսացող պատգամավոր, օրինակ Աննա Գրիգորյանը, ստորագրել է, որ այո, պետքա չեղարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին, լո ժողովուրդ ջան, տենց չի լինում։ Տենց չի լինում ուղղակի։ Անհնար է տենց լինի ուղղակի։ Չես կարա դու ունես կոռուպցիայի դեմ պայքարող մարդ ու պայքարես, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական։ Դու կոռուպցիայի դեմ չես պայքարում, դու հանուն կոռուպցիայի ես պայքարում ուրեմն։ Կամ հանուն կոռուպցիայի պտուղները վայելելու ես պայքարում ուրեմն։ Եվ Գրիգորյանն ասում է, ես երբեք հեկ չեմ ունեցել, ոչ էլ բան։ Հա, հեկ չի ունեցել, մի ՍՊ-ա ունեցել, որը ունեցել է հեկ կառուցել ու շինթույլ տվություն, հետո այդ ծախել է այդ ընկերությունը, հեկ չի ունեցել։ Հա։ Արթուր Հովհաննիսյանն է որոշել է դատի տա։ Ես անձամբ այդ դատը մեծ հետաքրքրությամբ կդիտեմ, էլի, օրինակ, շատ հետաքրքիր։ Կամ հարգելի գործընկերներ, անորակ շինարարությունից կամ բանից այդ ոլորտում կոռուպցիայից է խոսում։ Հայաստանի Հանրապետության, եթե չեմ սխալվում, ամենամեծ շինարարական ընկերությունը ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչյանի խնամու ընկերություն ԱԱԲ-ն է։ ԱԱԲ ընկերություն։ Հայաստանի ասֆալտների մեծ մասը իրանք են տենդերները շահում, ոչ ես եմ ուզում, որ իրանք շահեն, ոչ ուզում եմ, որ ուրիշ մեկը շահի, ես այդտեղ ուզելու բան չունեմ, մրցույթը դրվում է, գնում են շահում։ Եթե ձեզ թվում է մեր աչքերը տենց խիստ ուռում է, որ Քոչյանի խնամին տենց պետք է ինչ-որ տենդերներ չէ, ընդհանրապես չի ուռում, մենք անտարբեր ենք այդ հարցի նկատմամբ։ Բայց գնում շահում է, եթե կոռուպցիան է, դուք պատկերացնեք ձեր իշխանության ժամանակ ձեր քաղաքական թիվ 1 հակառակորդը կամ թիվ 2 հակառակորդը, չգիտեմ, այդ ձեր Սերժ Սարգսյանի հետ դուք իրար մեջ բարձեք էլի, ով է թիվ 1, ով թիվ 2-ը։ Թիվ 1 կամ թիվ 2 հակառակորդի խնամին բանը լեր, Հայաստանի թիվ 1 տենդերներ շահողը լեր։ Էդ էլ հələ մի կողմ, լավ, ենթադրենք շահում է։ Այդ շահելուց հետո այդ որ գնում եք այդ շինարարություն, այդ ճկույթով ասֆալտ ստուգողները, որ գնում են, այդքան մի անգամ չեն գնում քոչյանական ընկերությունների շինարարությունները ստուգեն։ Ձևի համար էլի։ Ձև ես անկեղծ ուզում եմ հասկանամ, ասենք ես կոռուպցիայի դեմ պայքարող մարդ եմ, ինձ համարում, ես համարում եմ, որ իմ քաղաքական հավատամքը առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարն է, ես դրան հավատարիմ եմ եղել, հավատարիմ եմ ու հավատարիմ կմնամ։
Իմ համար ընդհանրապես տարբերություն չկա, ումա պատկանում այն ընկերությունը, որը խախտում է շինարարություն անում։ Լրիվ անկեղծ եմ ասում, ուզում եմ այս մասում նստած ինչ-որ մեկ այդ փոխկապակցված մեկինը լինի, ուզում եմ, չգիտեմ, իմ չնայած չունեմ այտենց բարեկամներ անկեղծ, որ ասեմ, ինձ հետ ուրիշ կերպ փոխկապակցված բարեկամ լինի, բայց չունեմ, նորից եմ ասում, այդպես մարդ, ուզում եմ ձերը, իմ համար մեկ է, բայց ձերը մեկ չի։ Շինարարության 70-80%-ը պատկանում է ձեր հետ փոխկապակցված մարդկանց, ձեր երկու խմբակցությունների հետ փոխկապակցված մարդկանց։ Բայց դուք զարմանալի զուգատիպությամբ գնում եք, փնտրում եք ձեր հետ ակտիվիստ, падգամավոր բան, այդ սիմբիոզը։ Գնում գտնում են տենց ինչ-որ 1000-ից մի հատ ընկերություն, որ ինչ-որ մի կարողանում են ինչ-որ մի շրջանակում փոխկապակցեն, իդեպ ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մեր հետ կարողացող փոխկապակցող ընկերություն ասում, այսի բան է։ Այդ չեմ ջոկում, ուզում եք մենաշնոր ունենաք, հա, հասարակ այս շինարարության ոլորտում, ժողովուրդ ջան։ Այդ բանը կան, այդ անհագություն կա, հա, այդքան այդ ամեն ինչ մեջ, որ ուզում եք ԱԲ-ն ոչ թե ասենք, չգիտեմ, 60%-ը շահի տենդերներ, ուզում եք 100%-ը շահի, հա։ Էդա ձեր քաղաքական նպատակը որպես այդպես։ Դուք հասկանում եք դուք ինչ եք անում։ Ես ընդհանրապես դեմ չեմ, եթե դուք նորմալ պայքարի կորցրեք դեմ, բայց դուք դա նորմալ չեք անում ախր, հարգելի գործընկերներ։ Երբ որ ասում եք, որ ինչ է նշանակում, որ շինարարությունը չի ընդունվել, դա ինձ ինչ է տալի, ոչ մի բան չի տալի։ Ինձ է ոչ մի բան չի տալի։ Այն բանը, նույն ԱԱԲ-ն էլի Քոչյանի խնամուն ընկերությունն էլ տենդերը շահել էր Լոռու մարզում, Թումանյան համայնքում։ Քանի գյուղի ճանապարհ կար, որ պետքա կատարեր։ Ամիսներով չէր անում այդ աշխատանքը։ Տենդերը շահել էր։ Քանի ամիս չարեց։ 6 գյուղի ճանապարհ էր։ Քանի ամիս տևեց, որ միջև արեց։ Պարտավորությունները ստանձնած, մրցույթը շահած, Քոչյանի խնամուն ընկերություն։ Գնում ասում էին, ընկեր խիչ ես անում այս բան։ Դե խնդիր կա։ Մի քիչ խորացանք խնդիրը, որտեղ խնդիրն էր 21 թվի ընտրություններն էին դեմը։ 21 թվի թիմ ընտրություններ դեմը։ Այդ էր խնդիրը։ Հիմա կոռուպցիա, որ ասում եք կոռուպցիան էսա նաև, էլի ժողովուրդ ջան, այս կոռուպցիա չի։ Ձեր առաջնորդի խնամին շահելա տենդերը շինարարություն անելու 6 գյուղի։ Ամիսներով չի արել, սա ժամկետներն անցել, հա, ունենց է անցել, որ այդ արանքում ընկելա թիմ ընտրություններ։ 21-ին էր, չէ՞ Թումանյանի ընտրությունները։ Թումանյանի ընտրությունները 20։ Հարգելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում եմ, որ իմ համար անձնապես ու մեր գործընկերների համար տարբերություն չկա, ով է կատարում խախտումը, ով է թաթախված կոռուպցիայի մեջ, դաժե ավելին ասեմ, կա տարբերություն, որտեղ ձեր կողմից կոռուպցիայի մեջ թաթախված, ավարտում եմ, ձեր կողմից կոռուպցիայի մեջ թաթախված մարդը, ով ընդդիմադիր է հիմական բան, իմ համար օրինաչափություն է։ Մեր կողմից եթե կա մարդ, որ այսօր կարող է գա ինձ բարևի ասի ցավը տանեմ, եթե ես իմանամ, որ ինքը կոռուպցիայի մեջ թաթախված է, ինքը իմ համար ոչ թե հասարակ սրիկա է օրինակ, ինքը իմ համար սրբապիղծ սրիկա է, որտեղ ինքը պղծում է այն բոլոր արժեքները, որոնց որ հավատացել է այս ժողովուրդը այս քաղաքական թիմին ձայն տալով, այդ է իմ համար տարբերությունը։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իհարկե էլի մեծ է գայթակղությունս անդրադառնալ ընդդիմության բազմաթիվ թեզերին, բայց քանի որ գոյություն ունի հետաքննող լրագրողություն եւ հիմնականում ընդդիմությունը այլ խոսալու բան չունի, քան հետաքննող լրագրողների արած աշխատանքը այս ամբյանից բարձրացնել, ես անցնեմ մի փոքր ավելի կառուցողական ելույթի։ Սիրելի հայրենակիցներ, վերջին օրին քննարկել ենք դատախազության, քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեների 2024 թվականի տարեկան զեկույցները։ 3 մարմիններ, որոնց գործունեությունը միտված է արդարության եւ արդարադատության կայացմանը։ Մենք որպես իշխանություն լիովին գիտակցում ենք, որ արդարության հանդեպ վստահությունը տարիներ շարունակ խարխլվել է։ Հասարակությունը կորցրել էր վստահությունը պետական ինստիտուտների իրավապահ համակարգի նկատմամբ։ Անարդարության մթնոլորտը սոցիալական լարվածություն է առաջացնում եւ մարդիկ սկսում են իրավունքը որոնել ոչ ֆորմալ մեթոդներով։ Անպատժելիության մթնոլորտը ծնում է նոր հանցագործություններ։ Հարգելի գործընկերներ, դատաիրավական բարեփոխումները միայն օրենսդրական նախաձեռնություններ չեն։ Դրանք հասարակության հետ ուղիղ խոսակցության, թափանցիկության եւ արդարության դրսեւորման շարունակական գործընթաց են։ Այս մասով կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի թափանցիկության ուղղությամբ արվող քայլերը։ Իրավապահ համակարգի իրավասություններից մեկն է հանցագործությունների կանխարգելումն է, ինչու՞ չէ նաեւ ի ցույց դնելով մեդիայի միջոցով պատժի անխուսափելիությունը։ Դարը փոխվել է, տեղեկատվական տեխնոլոգիաները աճում են, տեղեկատվությունը սրընթաց արագությամբ է զարգանում։ Լինում են հրապարակումներ, հետքը մնում է մարդկանց հիշողության մեջ, հետագա ընթացքը կորում է։ Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ, բացահայտումներ,
Բայց բացի թիթեռի կյանք ունեցող մեդիա աժոտաժից եւ հետագայում հիասթափությունից դրանց հետևանքները հասարակությանը ծանոթ չեն։ 18-19 թվականներին հրապարակումներ եղան Հայաստան համահայկական հիմնադրամի հետ կապված բազմաթիվ չարաշահումների մասին։ Քրեական գործեր բացվեցին։ Վստահ եմ այսօր հանրության մեջ ոչ մեկ տեղյակ չէ գործը ինչ փուլում է գտնվում, դատական վճռներ եղել են արդյոք այս 6 տարիների ընթացքում թե ոչ։ Տարիներ շարունակ քննվում է այդպես էլ հանգուցալուծման չի արժանանում այդքան չարչրկված հյուսիս-հարավի գործը։ Չեմ խոսում արդեն կոնկրետ անհատներին վերաբերող կոռուպցիոն սկանդալներից, որոնք այսօր հանրության աչքի առաջ ազատ շրջում են հանրապետությունում կամ որ ավելի վատ է մեծ մասը կարողացել են ճողոպրել եւ լքել երկիրը։ Շատ հնարավոր է դեպքերի մեծամասնությունում քրեական գործերը արդյունքներ են տվել, բայց այդ մասին տեղեկատվությունը չի տարածվել, որն էլ ծնում է անպատժելիության տպավորություն։ Ես մի քանի առաջարկ ունեմ այս թեմայով, իհարկե առաջարկներս կարող են միջազգային փորձում ուսումնասիրված չլինեն, որովհետև ինչքան էլ որ նայում եմ նման մեխանիզմներ այլ երկրներում ներդրված չի, բայց ես կարծում եմ մեր փոքր հասարակությունում, որ բոլորը բոլորին ճանաչում են, արդյունավետ գործիքներ կարող են լինել։ Այս առաջարկներից կբարձրացնեն իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, կամրապնդեն օրենքի գերակայությունը եւ թափանցիկության միջոցով հնարավոր է վերականգնել արդարության նկատմամբ վերաբերմունքը։ Ես առաջարկում եմ մեր մարմիններին, մասնավորապես դատախազությանը ավելի շատ, որտեղ ամբողջ գործի ընթացքում ներկա է գտնվում եւ նախաքննության փուլում եւ դատաքննության փուլում, հետագայում նաեւ քննչական կոմիտեներին ստեղծել հնչեղ գործերի ժամանակակական բաժին իրենց կայքերում, որտեղ հստակ ժամկետներով կմատնանշվի գործի ամբողջ ընթացքը, քրեական վարույթ նախաձեռնելուց մինչև վերջնական դատավճիռ։ Հանրամտչելի լեզվով կբացատրվի տվյալ ժամկետներում ինչ գործողություններ են նախաձեռնվել։ Օրինակ տեղի է ունեցել կալանքից հետո նախաքննության փուլն է, նախաքննության փուլում կարելի է ոչ նախաքննական գաղտնիքը բացատրելով, բայց մանրամասներ ներկայացնել, թե կոնկրետ ժամկետում ինչ աշխատանքներ են կատարվել, հարցաքննվել են, ասենք 30 հոգի, ապացույցներ են ձեռք բերվել, փորձագիտական եզրակացության են տվել, որպեսզի հասարակությունը հասկանա, որ այդ գործով առաջընթաց կա, գործ է արվում։ Հիմնականում մեր մարմինները գալիս են, ասում են ակտիվ քննչական գործողություններ են տեղի ունենում, ակտիվ դատախազական գործունեություններ ծավալված, բայց աշխատանքների մանրամասները հայտնի չեն։ Տարեկան զեկույցներում եւս ժամանակագրական տվյալները նաեւ հնարավորություն կտան լրագրողական հանրութին, մեծ հասարակությանը շատ հեշտ վերլուծություն անելու կամ տեղեկանալու արդյոք օրինակ զեկույցներում տեղ գտած բազմաթիվ մեծ գործեր ինչպիսի ընթացք են ունեցել, որտեղ տարեկան զեկույցները տրվյալ տարվա ընթացքում քննվող գործերի մասին են, բայց հաջորդ տարվա զեկույցում օրինակ նախորդ տարվա քննված գործի արդյունքներից հասարակությունը չի տեղեկանում։ Տարեկան զեկույցներում հստակ նշվում են տարբեր գործերի մանրամասներ, բայց այդ գործերով օրինակ հասարակությանը հնչեղություն ունեցող գործերով հնարավոր կլինի ավելի լայն տեղեկատվություն ստանալ։ Երկրորդ առաջարկս վերաբերում է ստեղծել հատուկ մոնիթորինգային վարչություն։ Իհարկե կան մարմիններ, որոնք ունեն այդ ծառայությունները, բայց ես կարծում եմ այդ հասարակության հետ կապերի վարչությունն է, որը չի անում կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների մոնիթորինգ, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներով սկսած մեկնաբանություններից վերջացրած ուղղակի համացանցում TikTok-յան հարթակներում տարածվող լուրերում բազմաթիվ են հրապարակումներ հանցակազմ պարունակող տեսանյութեր, որը ուսումնասիրելով շատ ավելի հեշտ կարելի է բացահայտումներ անել։ Հանրային կապերի վարչության ուժեղացում, սա օրինակ լրագրողական հարցում է եկել։ Լրագրողական հարցման ժամանակ ասվում է, այսինչ քրեական տարերով նյութը խնդրում ենք ընդունել գիտություն, դատախազությունը պարզաբանում է կամ քննչական կոմիտեն պարզաբանում է, որ քրեական հանցակազմ չկա այս նյութի մեջ։ Ես կխնդրեմ ավելի լայն պարզաբանում տալ, կոնկրետ օրենքի շրջանակում ավելի հանրամատչելի տեղեկություն տալ, թե ինչի այդ գործով քրեական գործ չի բացվում, որտեղ շատերի մոտ տպավորություն է, որ աչք է փակվում բազմաթիվ գործողությունների վրա։ Ստեղծել մշտական բացատրական հարթակներ, որտեղ յուրաքանչյուր վճիռ պարզաբանվում է հանրությանը հասանելի լեզվով։ Իրավաբանական բառապաշարը հասարակ հասկացություններով պետք է բացատրել այսօր, որպեսզի հասարակությունը ավելի տեղեկացված լինի, ինչ գործընթացներ է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է զեկույցներին, ես ակնկալում եմ նաև, քանի որ այս տարի առաջի տարին էր, որ քննչական մարմինները, քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն զեկույցներ էին ներկայացնում, ակնկալում եմ մի փոքր ավելի վերլուծական աշխատանք, օրինակ հանցագործների թվի աճի կոնկրետ ոլորտային դեպքերի հետ կապված։ Տեղեկությունները ձեր մոտ է, օրինակ տվյալ գործի շրջանակներում
ինչ պատճառաբանությամբ կամ ինչի հետևանքով է եղել տվել հանցագործությունը եւ եթե մեծ պատկերը տեսնենք, օրինակ ՃՏՊ-ների աճը ինչի հետ է կապված, հրազենով կատարված հանցագործությունների աճը ինչի հետևանք է։ Ավելի լայն վերլուծությունները հնարավորություն կտան կանխարգելման ավելի թիրախային գործիքակազմ ներդնել։ Ինչպես նաև զեկույցում նշված են արդարացումների տոկոսներ, կոնկրետ դատախազության զեկույցում նշված էր 1.8%, բայց կարևոր է նշել, թե գործերից քանիսն է ունեցել վերջնական վճիռ, ոչ բողոքարկված վճիռներ, եւ այդ վճիռներից արդեն քանի տոկոսն են արդարացման ելքով եղել։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, վերլուծելով իշխանություն ընդդիմություն Աժդալիճում տեղի ունեցող բանավեճերի որակի իմ գնահատմամբ հետևողական անկումը եւ նախկին ներկա անվերջանալի շրջապտույտը, իմ հետևությունը հետևյալն է։ Քանի դեռ ընդդիմությունը չվերանա իր գործելավոճ այս հարցում, նշալ տենդենսը աներկբայորեն կշարունակվի, իսկ դրանից կարճաժամկետ կտրվածքով միգուցե կշահի ԿՊ-ն, միանշանակ կտուժի ընդդիմությունը, իսկ երկարաժամկետ կտրվածքով կտուժի թե ընդդիմությունը, թե քաղաքական դաշտը, թե Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար եւ ԿՊ-ն։ Եվ այս կոնտեքստում անկեղծորեն անհասկանալի է, երբ պարոն Մինասյանը լուրջ դեմքի արտահայտությամբ խոսում է ապօրինի գույքի բռնագանձման մասին, իրենց դիստանցավորելով այս գործընթացից, փորձելով հերքել դրանում իրենց քաղաքական ուժի ուղիղ շահառու լինելու փաստը։ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերող ապօրինի գույքի բռնագանձման վարույթների մասով հարցինի պատասխան այս ամբիոնից Տիկին գլխավոր դատախազը 3 թվարկում էր մի անվերջանալի դրվագների ցանկ, որոնց հանրագումարը գերազանցում էր $100 միլիոն։ Այն էլ միայն գոյություն ունեցող ֆինանսական ակտիվներին վերաբերող մասով, չհաշված տարբեր իրավաբանական անձանցում վերջիններիս մասնակցությունը։ Եվ այս ֆոնին պարոն Մինասյանն ասում է, թե ընդդիմությանը կոռուպցիայի մեջ մեղադրելը նոնսենս է։ Պարոն Մինասյան, գիտեք որն է տոտալ նոնսենսը, լինելով խմբակցության անդամ, որի բազմաթիվ անդամներ ուղիղ անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, նշված օրենքի սահմանադրականությունը վիճարկել, հետո գալ այստեղ մեզ պատմել, որ դա արել եք մեզ համար, որ վաղը մյուս օր, որ մենք նմանատիպ գործերով անցնելիս պաշտպանված լինենք։ Այսա իսկապես նոնսենս է։ Տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրներ, ԿՊ-ն եւ գործող իշխանության ներկայացուցիչները հեռու են կատարյալ լինելուց։ Ավելին վստահ եմ, որ գործող իշխանության պաշտոնյաների շրջանում կան իսկապես կոռուպցիայի մեջ թաթախված անձինք, եւ դրա ապացույցն են պարբերաբար աղմկահարույց բացահայտումները, որոնց շրջանակներում քրեական գործեր են հարուցվում եւ որոշ դեպքերում կալանավորվում են գործող պաշտոնյաներ, կրկնում եմ գործող պաշտոնյաներ։ Բայց նույնիսկ ձեր քննադատական խոսքում դուք անկեղծ չեք, որովհետև նույն մամուլում շրջանառվող բազմաթիվ հրապարակումների ընտրության հարցում հետապնդում եք միայն ու միայն ձեր նեղ անձնական շահը։ Երբ Տիկին Աննա Գրիգորյանը հարց է հնչեցնում Անիֆի գործի հետ կապված եւ այդ համատեքստում հարց է հնչեցնում, թե արդյոք այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, քանի որ վերջինս կառավարության ղեկավար է, իսկ Անիֆը կառավարության որոշմամբ ստեղծված մարմին է։ Դրանով ամբողջությամբ ի ցույց է դնում տվյալ հարցի վերաբերյալ կամ ինքն իր մեղմ ասած սիրողական եւ մակերեսային մակարդակի գիտելիքը կամ որ ավելի հավանական է ի ցույց է դնում տվյալ գործի շրջանակում իր հարցապնդման կեղծ թիրախը։ Այսինքն Անիֆի գործի շրջանակներում այլ գործող անձ չկար, քան գնաց եկավ թե բա Նիկոլ Փաշինյանին հարցաքննել եք թե ոչ։ Այդ տրամաբանությամբ պետական կառավարման համակարգում որևէ օրինազանցության պարագայում ըստ Տիկին Գրիգորյանի մետաղյա տրամաբանությամբ պիտի հարցաքննվի ոչ ավել ոչ պակաս, քան երկրի ղեկավարը։ Այսինքն ստացվում է, որ կառավարության կողմից ձևավորված որևէ մարմին կամ կառավարությանը ենթակա մարմնի կողմից ձևավորված որևէ մարմին, լինի դա ՊՕԱԿ, հիմնադրամ, ՓԲ, որևէ նման մարմիններում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթի պարագայում պետք է հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Այո, հարգելի գործընկերներ, դուք անկեղծ չեք եւ այս դահլիճում ձեր հնչեցած որևէ հարց կամ ելույթ իրականում որևէ աղերս չունի մեր հանրությանը հուզող ոչ հարցերի, ոչ խնդիրների հետ։ Դրանց միակ եւ ուղիղ շահառուն դուք եք եւ ձեր քաղաքական հայրերը։ Իրականում ձեր քաղաքական սնանկության ձեր իսկ փորած փոսից դուրս գալու տոտալ անկարողության գլխավոր պատճառն այն է, որ դուք մինչ օրս չեք կարողանում մարսել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ելքից հետո ժողովրդի մեծ տված վստահության քվեն։ Իսկ այդ հոգեբանական ժխտման պատճառն իր հերթին ձեր ինքնահայեցողության ունակության բացակայությունն է։ Դուք այդպես էլ չհասկացաք, որ ընտրությունների նման արդյունքների գլխավոր պատճառը ձեր նման իշխանության գալու սարսափելի հեռանկարներ։
Հետևաբար, քանի դեռ դուք հիմնավոր վերանայման չեք ենթարկում ձեր խոսույթը, չեք դառնում իսկապես կառուցողական ընդդիմություն, չեք սկսում վերջապես խոսել ժողովրդի անունից, կամ քանի դեռ չեք լքում քաղաքական դաշտը, քաղաքական ստատուս քվոն երբեք չի փոխվելու, որովհետև ԿՊ-ն իր բոլոր բացասական դրսևորումներով երբեք, ասում եմ, երբեք ձեզնից վատը չի դառնա։ Հետևաբար, եթե շատ եք ուզում իշխանազրկել ԿՊ-ն, նվազագույնը, որ կարող եք անել, դա լքելն է քաղաքական դաշտը։ Ըստ այդմ, ձեզ հորդորում եմ վերանայել ձեր գործելակերպը, դադարել երեսպաշտությունը եւ ներգրավել իսկապես կառուցողական քննարկումների մեջ։ Հավատացեք, դրանում կշահենք բոլորս եւ ամենակարևորն է կշահի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ վերջում, անդրադառնալով իրավապահ համակարգի գործողություններին եւ մեր գործընկերներին, ուզում եմ դիմել իրավապահ համակարգի մեր գործընկերներին։ Շատ է խոսվում հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, այլ աղմկահարույց դեպքերի, սպանությունների, քաղաքական սպանությունների, դրանց բացահայտման դժվարությունների մասին, ինչպես նաև այդ ֆոնին հանրության ակնկալիքների մասին։ Հիմա եթե նշված գործերում վաղեմության ժամկետների հետ կապված օբյեկտիվ խնդիրներ կան, ինչպես նաև այն հանգամանքի, որ օրվա իշխանությունները օբյեկտիվորեն խոչընդոտել են գործերի օբյեկտիվ քննությանը, բայց Արարատ Միրզոյանի դեպքը մեր իշխանության օրոք է տեղի ունեցել։ Եվ այս ամենը հաշվի առնելով, հարգելի իրավապահ համակարգի գործընկերներ, այո, 5 տարին բավականին երկար ժամկետ է, որպեսզի մինչ օրս մեր իրավապահ համակարգը սպանության փորձի մասնակիցների նույնականացման փուլում լինի, որովհետև այդ տեմպերով հավանաբար նույն այս գործերով վաղեմության ժամկետները կլրանան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, քանի որ դուք հղում արեցիք падգամավորների երթման տեքստի վրա, եթե չեմ մոռացել, դուք չեք երթվել։ Երբ որ եթե ճիշտ եմ հիշում, կամ դուք կամ ձեր падգամավորների մի մասը, պարոն Մինասյան, գումարման սկզբում հրաժարվել եք երթվել։ Ես ձեզ խնդրում եմ գնացեք ճշտեք, առնվազն ձեր падգամավորներից ոմանք հրաժարվել են երթվել։ Պարոն Մինասյան, դուք երևի դուք դաշնակցությանը տված երթումը շփոթում եք ազգային ժողովի падգամավորի երթման հետ։ Խնդրում եմ մի հատ ճշտեք, դուք ձեր խմբակցությունով կամ ձեր խմբակցության անդամների մի մասը չեն երթվել։ Խնդրում եմ ճշտեք, սա մեկ։ Երկրորդը, ես որևէ մեկին չեմ վիրավորում, պարոն Մինասյան, ես իմ խոսքը ընդհանրապես արձագանք էր։ Եվ եթե դուք իսկապես անկեղծ եք, ո՞նց կարաք չգտնեք այդ ելույթի մեջ վիրավորանքներ։ Եվ որպես տղամարդ, դուք արդյոք վիրավորական ձևակերպումներ չեք գտել ձեր խմբակցության երկու գործընկերոջ կողմից վերջին օրերին վարչապետի տիկնոջ հասցեին հնչած արտահայտություններին։ Խնդրում եմ, մի հատ գնացեք անկեղծ։ Որպես տղամարդ մի կողմ դրեք բոլոր գործընկերային, ընկերային, թիմային բաները եւ մի հատ նայեք, դուք օրինակ տենց բան կասեիք, թե չէիք ասի։ Եվ եթե դուք դա ասեիք, դուք ձեզ կոմֆորտ կզգայիք մարդկայինորեն, թե չէիք զգա։ Հետո կխոսենք։ Շատ լավ։ Տեքստը չէ, տեսանյութն էլ կա։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, սիրելի հայրենակիցներ։ Ընդդիմությունը այստեղ նեղսրտում է, թե ինչու մեր խմբակցության падգամավորները հիմնականում խոսում են իրենց կոռուպցիոն հանցագործությունների, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին, եւ չենք խոսում հեղափոխությունից հետո տեղի ունեցած օրինազանցությունների կամ կոռուպցիոն հանցագործությունների մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ եղել են մի շարք բազմաթիվ դրվագներ, երբ որ հեղափոխությունից հետո պաշտոն զբաղեցնող անձինք ենթարկվել են այդ թվում քրեական պատասխանատվության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, կոռուպցիոն հանցագործությունների եւ այլնի հիմքով, պարոն Մինասյան, եւ վստահաբար դուք դրա մասին տեղյակ եք։ Եվ եթե դուք մի պահ ուղղակի լսեք, տեսնեք մեր խմբակցության փակ քննարկումները կոռուպցիայի վերաբերյալ, դրանք շատ ավելի սուր են մեր առաջադրած հարցադրումները, այդ թվում իրավապահ մարմինների նկատմամբ, քան թե ձեր առաջադրած հարցադրումները։ Դուք ինչ հարցադրումներ եք անում, լուրջ եմ ասում։ Դուք հիմնականում անձնական բաներ եք անում, դուք կարաք նենց հարցադրումներ անեք, որը չեք անում, որը մենք ձեր փոխարեն անում ենք, որովհետև մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ, պարոն Մինասյան, զրո կոմպրոմիս ունենք, բայց Հայաստանի Հանրապետությունում 20 քանի տարի կառավարող ուժ եք եղել եւ տարբեր կոալիցիոն համաձայնություններով, Քոչարյան, Սերժ եւ մնացածը։ Եվ ես նկատի ունեմ, որ միայն դաշնակցության է։ Ի վերջո դուք դաշնակցություն խմբակցությունը չեք, մի զարմացեք, Հայաստան խմբակցությունն եք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարմամբ։ Ձեր գործընկեր կոալիցիոն դաշնակիցն է Սերժ Սարգսյանն է։
որը բանն է, ինչպես վարչապետը ճիշտ նկարագրել է, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակն է։ Հիմա տեղի են ունեցել իրադարձություններ, որը չենք կարող մենք չնկատենք, հարգելի գործընկերներ։ Եվ ես նորից անհոգնել ուզում եմ ուղղակի հիշեցնել, քանի որ պարոն Խաչատրյանն էլ ասում էր, հնչեղ ոչ մի բան չի ասվում, հնչեղ ոչ մի բան չի ասվում։ Ես ուզում եմ էլի հիշեցնել, երեք գլխավոր դատախազն ասեց։ Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, $3 միլիոն, 989 միլիարդ դրամի արժեքով պարտատոմսեր, 1.4 միլիոն դոլարի ավանդ, 15 իրավաբանական անձերում մասնակցություն, այդ թվում Nairi Insurance, Toyota Yerevan եւ այլն, 45 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու, 590,000 եվրոյի փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարի գույքերի ձեռքբերման արժեքներ, 20 միլիարդ դրամ։ Հիմա շարունակում եմ։ Անցնում ենք հաջորդ ձեր հաջորդ պաշտոնակից, ձեր գործընկերոջը նախքին, Հովիկ Աբրահամյան։ Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 59 անշարժ գույք, որից 15-ը Երևանի կենտրոն վարչական շրջանում, 4 տրանսպորտային միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին, 21 միլիարդ դրամ ապօրինի եկամտի մնացորդ։ Բացի անշարժ գույքերից Աբրահամյանից պահանջվում է նաև վերադարձնել շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույք շուկայական արժեքը ավելի քան 1.6 միլիարդ դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող գրեթե 687 միլիոն դրամի, 11 միլիոն դոլարի եւ 3.1 միլիոն եվրոյի պահանջի իրավունք։ Շարունակում ենք հաջորդը։ Գագիկ Խաչատրյան, էլի ձեր քաղաքական իշխանության ներկայացուցիչը։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը Երևան քաղաքում եւ Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձանցում, նաեւ ավելի քան 40 միլիարդ դրամ։ Ընդհանուր այս պահին հայցադիմումը, որ կա դատախազության կողմից առաջարկված, կա 147 հայցադիմում, որով պահանջվում է 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն, որը եւ այս ընդհանուր հայցագինը կազմում է 608 միլիարդ 505 միլիոն դրամ։ Սա ասենք 1.5 միլիարդ դոլար է, եթե ճիշտ եմ հաշվում, իսկ 500 միլիոն, ավելի քան 500 միլիոն դոլար էլ դատախազն ներկայացրեց, որ արդեն վերադարձվել է պետությանը։ Դուք ի՞նչ կապ ունեք, պարոն Մինասյան։ Դուք են կապ ունեք, որ այս մարդիկ ձեր իշխանության ժամանակ, ձեր կոալիցիոն իշխանության ժամանակ զբաղեցրել են բարձր պաշտոններ։ Ռոբերտ Քոչարյանը ասում է ի՞նչ կապ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեք։ Ռոբերտ Քոչարյանը ձեր առաջնորդն է։ Գագիկ Խաչատրյանը ձեր ժամանակ զբաղեցրել է ֆինանսների նախարարի բանի հարկայինի ղեկավար պաշտոն։ Հովիկ Աբրահամյանը եղել է վարչապետ, եւ այդ նույն ժամանակ դուք եղել եք նաեւ էկոնոմիկայի նախարար, ես երեք ասեցի, եւ այդ ժամանակ նաեւ Հովիկ Աբրահամյանը համատեղության կարգով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ղեկավարն էր, պարոն Քոչարյան։ Եվ ու դուք ասում եք դուք ինչ կապ ունեք, հարգելի գործընկերներ։ Սա ձեր մասին է, ձեր կառավարման մասին է, սա ձեր կառավարման դեմքն է։ Դուք հիմա եկել եք մեզ ասում եք, բան դուք կոռուպցիա եւ բախի չեք մի անգամ այս մասին խոսում։ Խի չեք խոսում այս մասին, պարոն Մինասյան։ Ասում եք, ժողովուրդը չի տեսնում այդ կոռուպցիան թե ուր է գնում։ Ժողովուրդը տեսնում է, երեք դատախազն իր երջանկապակի ելույթում ասվեց, որ այն կոռուպցիոն գույքերը կամ անշարժ գույքերը, որոնք որ պատկանում են համայնքին, վերադարձում են համայնքին, որոնք որ պետությանը, ապա գնում են բանի պետգույքի բալանսին են կանգնում, վերադարձվում է պետությանը։ Սենց է լինում, այսինքն պետությունը չի բանանում, տանում, վաճառում եւ հետո սենց բաներով 10,000 դրամներով գնում ժողովրդին բաժանում։ Այդ 10,000 դրամներով մարդկանց դուք եք բաժանում։ Մի շփոթեք ձեզ մեզ հետ։ Ու այս բանը, որ նայում եք, այս աստղաբաշխական միլիարդները, իդեպ որ ասում եք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 4 միլիարդ դոլար, այդ 4 միլիարդ դոլարի լուրը տարածվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Օդում կախված լուրերին Փեսա Միշիկի բանով հովանավորչությամբ եւ գուցե նաեւ դա է պատճառը Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան մի քիչ վիրավորվածությունների, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է Սերժ Սարգսյանը ինչ է գցել իր ջեբը կամ չի գցել, չգիտեմ ով իր ջեբը ինչ են գցել, ինչ են հանել, ինչ չեն հանել եւ այլն, դա արդեն մատի եւ մատանու արանքը չեն մտնում։ Բայց այս միլիարդները ինչի մասին է խոսում, ժողովուրդ,
որ իշխանության կորուստը, պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ եւ այն մարդիկ, ովքեր իրականում ձեր առաջնորդներն են ու այստեղ նստած չեն, իշխանության կորուստը 2018 թվականին ձեզ համար չի եղել քաղաքական իրողություն։ Իշխանության կորուստը ձեր համար եղել է անձնական ողբերգություն, որովհետև դուք ձեր ամբողջ կյանքն եք կառուցել այդ իշխանության շուրջ։ Ձեր ամբողջ ունեցվածքն եք կառուցել այդ իշխանության շուրջ։ Դուք պլաններ եք կազմում տասնամյակներ առաջ, թե ինչ եք անելու այդ իշխանության հետ։ Ու քանի որ դա ժողովուրդը ձեզ դրանից զրկել է, դուք այսօրվա իշխանության նկատմամբ քաղաքական հարց չունեք, դուք ունենաք անձնական հարց։ Դրա համար դուք ատում եք այսօրվա իշխանությանը, ոչ թե ընդդիմադիր եք այսօրվա իշխանությանը։ Եվ այդ ատելությունը ձեր բառապաշարումա, ձեր դեմքի մեջ է, ձեր աչքերի մեջ է։ Եվ այդ վիրավորանքները, թիրախավորելը ընտանիքի անդամներին, կանանց, երեխաներին, մայրերին, բա գալիս խոսում եք, որ դուք ավանդապաշտ քրիստոնյա ծնողասեր եք։ Բա ո՞նց է լինում, որ այդ ձեր ավանդապաշտ քրիստոնյա ծնողասեր մի քանի բեղուն լացիրակ падգամավորի 70-ից մորը կանգնեցնում եւ թիրախավորում են ու դուք մի հատ բան չեք անում, ծպտուն չեք անում։ Բա եկեք մի հատ բան արեք, խմբակցության անունից դատապարտ եք, բա այդքան ծնողասեր քրիստոնյա եք։ Բա հեշտ է միայն ձեր ծնողներին եւ ձեր ընկերների ծնողներին հարգել։ Դուք պիտի հարգեք ձեր հակառակորդների ծնողներին, եթե իսկական քրիստոնյա եք, եթե իսկական ծնողասեր եք։ Ձեր մասին է խոսքը բոլորի։ Եկել եք հիմա բան եք անում։ Հետո կամ գալիս ենք այստեղ ելույթ ենք ունենում, մեկ էլ ատելության մարտագլխիկներին մի երկու ուղարկում են արդեն ինչ որ իրանց արևին կոռուպցիոն բացահայտումներ են արել այդ մարտագլխիկները եւ սկսում են բաներ անել։ Եթե որևէ մեկին թվում է թե մեր ելույթները դրանից հետո ավելի քչանալու են կամ ավելի մեղմ են դառնալու, չարաչար սխալվում են։ Մենք դեռ այնքան ասելու բան ունենք եւ շարունակելու ենք ասել։ Եվ ոչ էլ բան ենք անում, նեղվում ենք, երբ որ կարիքներին ձեր հետ համագործակցել նաեւ կոնստրուկտիվ, կառուցողական ձևերով աշխատելու եւ առաջ շարժվելու, բայց դուք պետքա հիշեք, որ չպետք է անձնապես թիրախավորեք։ Ես գրեթե միշտ խոսում եմ խմբակցության անունից, ես միշտ խոսում եմ բոլորիցդ հետո։ Եվ իմ ելույթների հիմնականում լինում են քաղաքական արձագանք ձեր ելույթներին։ Մի վիրավորեք, չեք ստանա պատասխաններ։ Ես չեմ վիրավորում որևէ մեկին, ես նկարագրում եմ։